Ձեր թույլտվությամբ ես մի հարցեր ունեմ, որը որ շատ կարևոր հարց է մեր Հայաստանի մեր շահի համար։ Շատ կազմակերպություններ բողոքում են, որ աշխատակիցներ չունեն, չեն գնում մարդիկ աշխատելու։ Մենք ինչ գործիք ունենք հիմա ԿԳՄՍ նախարարության հետ, որպեսզի օրինակ վերցնենք կահույքի արտադրությունը։ Դա բավականին լավ մասնագիտություն է, բայց ընթացքում է մարդը դառնում մասնագետ։ Պետք է 1-2 տարի որպես աշակերտ ընդունվի եւ սկսի, բայց դուք չեք պատկերացնում ինչպես արդյունքը Հայաստանի համար, որտեղ այդ հավելյալ արժեքը, որ ստեղծելու է, այստեղ ուղղակի հումքն է գալու։ Մնացած ամբողջ գործողությունը հաստոցի օգնությամբ, մարդու օգնությամբ լինելու է Հայաստանում։ Մենք հիմա աջակցող ինչ կարող ենք անել, որպեսզի 8-րդ, 9-րդ, 6-րդ, չգիտեմ, որ դասարանից այդ երեխեքին տանեն կամաց սկսեն այդ արհեստը սովորել։ Նոր հետո մենք բերեք օրենք ընդունենք, որ այդ մարդիկ որպես աշակերտի կարգավիճակով գոնե 2 ամիս այդ մարդկանց ինչ-որ մի բան տան, որովհետև ես չգիտեմ, կամ այդ ուղեգիրը լինի, ուղեգրով գնա աշակերտը կամ չգիտեմ, որտեղ այդ ուսումնարները չկա, բայց հիմա այսօր թիվ 1 խնդիրը մեր արտադրական հզորությունների մեծացման հավելյալ արժեք ստեղծելու բանն աշխատակիցների պակասն է։ Շնորհակալություն, ես եմ մտածեք ինձ։ Ես ամբողջությամբ համաձայն եմ ձեզ հետ, ես շատ երկար կարող եմ պատասխանել, բայց 3 օրինակով ցույց տամ, թե ինչ ենք արել, բայց վստահ չեմ, որ կլինի համապարփակ, բայց փորձեմ ցույց տալ, թե որ 3 ուղղություններով անում ենք։ Այստեղ պայմանական միջին մասնագիտական աշխատանք, բարձրագույն որոշակի հատուկ մասնագիտություններով աշխատանք եւ գերբարձր որակավորում ունեցող մասնագետներ։ Սրանք 3-ն էլ իմիջիայլոց 3-ում էլ մենք բաց ունենք։ Այսինքն բոլոր 3 ուղղություններով էլ կան։ Ավելի սուր է իրականում շատ բարձր մասնագիտացման եւ միջին մասնագիտացման մեջ։ Այս մեջտեղի օղակը շատ մասնագիտություններով մեր բուհերը փակում են, բայց մի շարք մասնագիտություններ, օրինակ բոլոր գործարանները այսօր տեխնոլոգ չկա, ապրանքագետ չկա, ստանդարտացման մասնագետ չկա, այսինքն կան անասնաբույժ չկա, այսինքն մասնագիտություններ կան բազմաթիվ, որոնք որ իրենք նույնիսկ Հայաստանում դες միջազգային գներով են իրենց վարձատրում արդեն, որովհետև ոչ թե նրա պատճառով, որ այլ Հայաստանում ուղղակի պահանջարկ առաջարկը խիստ ուրեմն անհամաչափ է, այդ մարդը այո Հիմա անդրադառնամ այն մյուս կտորի մասին, այս մյուս կտորում այդ բարձր որակավորում ունեցող մասնագետների ծրագիրը, որ իրականացնում ենք, հիմա ծրագրի մոնիթորինգ ենք անում, մոնիթորինգի արդյունքում էական դեղ սահմանափակումներ դրեցինք վերջին անգամ, բայց ծրագիրը պահպանվում է, իսկ ինչ ենք անում միջին մասնագիտականում, ես 2 օրինակ բերեմ, մեկը Այսօր ադամանդագործության մեջ ինչքան մասնագետ կա, այդ մասնագետներին վերջին տարիներին պատրաստել է մասնավոր սեկտորը։ Այսինքն մասնավոր սեկտորը ինքը իր համար համ ուսումնարանը, համ աշխատանքի տեղ է եւ այլն։ Ու հիմա այս խնդրի առաջ կանգնած նաեւ տեքստիլ սեկտորը, ու տեքստիլի հետ մենք հանդիպում ենք ունեցել, մի հատ հետաքրքիր գաղափար ենք իրականացրել, որ սկսում ենք իրականացնել իրար հետ։ Մենք ունենք Հայաստանում տեքստիլի քոլեջ պետական քոլեջ։ Իրենք համաձայնվեցին իրենց միջոցներով դասախոսներ բերել, իրենց միջոցներով սարքեր, մեքենա սարքավորումներ տալ, այսինքն իրանք ասում են մենք սարքը կտանք, սարքավորումները կտանք, մեզ թողեք, մենք այդ մարդկանց, այդ երեխեքին այդ հաստոցների վրա սովորեցնենք, որովհետև այդ մարդիկ մեզ պետք են, որովհետև այսօր մենք աշխատող ենք ընդունում, սենց տենենց մի քանի ամիս իրեն սովորեցնում ենք իր բոլոր խնդիրներով, այսինքն խնդիրներ, բրակ եւ այլն, մինչեւ այդ մարդը հասնում է ինչ-որ մասնագիտական մակարդակի, որից հետո սկսում է նորմալ ապրանք թողարկել։ Հիմա այս համագործակցությունը արդեն սկսել ենք, ոլորտը հետաքրքրված է, ինքը պայմանավորվածություն ունենք, պիտի տան ուրեմն գործիքները, արդեն տարածքնել ենք իրենց տրամադրության տակ։ Մի հատ լավ բան կա, որը որ չենք անում, իտալացիների մոտ շատ լավ ստացվել է, մի գյուղ մի ծրագիր։ Ինչի, որտեղ սերունդներ արդեն ծնողը իր երեխուն սովորացնում է կոշիկ կարել։ Մի գյուղ ամբողջ նստած կոշիկ է կարում։ Որտեղից ասեք աշխարհի գալիս են այդ գյուղում կոշիկի պատվեր են տալի։ Ասում են այս մոդելի կոշիկը կարեք մեզի այսքան հատ։
Մյուս գյուղը կոշիկի տակացուներն անում, այն մյուս գյուղը ամբողջը փայտամշակում կահույքագործություն անում։ Հիմա գնացեք նույն Միլանի 4 կողմը քաղաքներ կա, որոնք որ կահույք են արտադրում, քաղաքներ կա, որոնք որ կերամիկա է, քաղաքներ կա, որոնք նկատի ունեմ, այդ մենք այդտենց չի լինի, կտրվում է։ Հիմա ինչի են այդ բրենդները, մարդկա 4-րդ սերունդն է բրենդում։ Վերցնենք Bentley-ում կարող է 4-րդ սերունդը ինժեներ է տալի, որտեղ իր ծնողը տեղ է աշխատել։ Մենք մի քիչ այդ սովետի ժամանակվանից այդ սաղ փլուզվել է, այդ գիտակցությունը չկա, որ այդ շարունակականությունն է բերում որակի, բերում է այդ ամեն ինչը պահելու, որտեղ եթե մի գյուղ, մի ծրագիր է, այդ գյուղում ինչքան երեխա ծնվի, արդեն ապագայում ինքը աշխատանք ունի։ Գոնե գնանք մի գյուղով սկսենք այդ ծրագիրը։ Այնտեղ արդեն բոլորը գիտեն ով ինչ պետք է անի, առավոտ արտանում է գնում է իր աշխատանքին, պետք է երեկոյան պարապայել գործ չունի անելու, գնում է նորից իր աշխատանքը կատարում է։ Շատ բան է, շատ կարևոր բան է։ Իտալացիները շատ խելոք են վարվել ժամանակին, մի գյուղ մի ծրագրով իրանց տնտեսության միջին բանը պահել են, միջին ձեռնարկատիրականը, շնորհակալ եմ։ Մի օրինակ էլ բերեմ, որը կլրացնի եւ ձեր գաղափարին եւ նրան։ Հիմա մի քանի օր առաջ մենք վարչապետի հետ մասնակցեցինք մետաղաձուլական մեծ գործարանի բացմանը, որտեղ արդեն իսկ ավելի քան 30 միլիոն դոլար ներդրում արվել եւ շարունակում է ներդրումները։ Այդտեղ իրենք հիմա աշխատում են կրթության նախարարության հետ եւ մեր հետ, որպեսզի Արարատի Քարատ քաղաքում, այսինքն հենց հարևանությամբ գործարանի ոչ շատ հեռու, իրենք մետաղաձուլական ոլորտում աշխատող մասնագետներ պատրաստեն։ Այսինքն բնականաբար կրթական ծրագիրը պետք է հավատարմագրի կրթության նախարարության կողմից, բայց իրենք, քանի որ մասնագետ չունեն, այդ մասնագետների մի մասին բերում են նաև արտասահմանից են բերել իրենց հետ։ Իրենք այստեղ ուզում են մասնագետներ պատրաստեն, որը ոչ իրենց գործարանի համար թողարկում կլինի, գումարած նաև եթե անհրաժեշտության դեպքում այլ գործարանների համար։ Հիմա այս կոնտեքստում ստացվում է որոշակի կլաստեր, մարդիկ, կրթական միջավայր, գործարան։ Իրար պատական տեսել եմ իրան հետը խոսել եմ եւ այդտեղ իրանք խնդիր ունեն շուկայի ուսումնասիրության ոչ միայն արմատուրա, այլ բաներ պետք է արտադրեն, դա ես կարծում եմ պետությունն էլ պետք է աջակցի, ինչի կարիք կա, այլ կարկասներ, այլ տարբեր բաղադրիչներ պետք է անեն, որը որ նոր բնույթ պետք է կրի, իրանք չունեն հիմա։ Հիմա նոր պետք է մենք իրենց օգնենք, բացի արմատուրայից այլ բաներ, օրինակ վերցնենք նույն 4 շարով քարը, որ շարում են, այդ բոլոր բաղադրիչները կարողանան խողովակ կլինի, ինչ կլինի, ուղղակի մեր ինժեներները պետք է դրա վրա աշխատեն, պետք է թող ակադեմիան աշխատի, պետք է թող քաղաքին համակարգից տան ասեն մեզ էսա պետք է նավի։ Նույն վերցնենք, ինչ ենք մենակ արմատուրայի վրա գնում, կարող է չափարները պետք է դրանով անեն, թող անեն, պետք է արդեն բազմազանացնեն, մենակ արմատուրայի վրա էին գնում։ Հիմա մենք պետք է աջակցենք։ Երեք պատահական տեսել եմ, խոսել եմ, շնորհակալ եմ։ Աջակցում ենք ու իրենց կոնկրետ բոլոր ձեռնարկություններին, որոնք որ վերջնական արտադրանք են թողարկում, շատ մեծ աջակցություն ենք ցուցաբերել։ Իհարկե կիսաֆաբրիկատ արտադրողներին էլ ենք աջակցելու այս շաբաթ կառավարության որոշումը կմտնի։ Եվ մեր քաղաքականությունը հենց այդ է, վերջնական ապրանքներ արտադրել եւ բարդ ապրանքներ արտադրել, դա է պատճառը, որ մենք կիսաֆաբրիկատների համար դուրքեր ենք դրել եւ նաեւ միևնույն ժամանակ մեխանիզմներ ենք ստեղծում, որպեսզի այս վերջնական ապրանք արտադրողները կիսաֆաբրիկատ արտադրողների պրոդուկտները գնեն։ Այո։ Դե հիմա մենք Դե հիմա իրանք դեռևս շատ լայն տեսականի կա միայն մետաղական, որ դեռևս չեն արտադրում, այսինքն նոր է սկսվել ուղղակի, այսինքն իրանք այդ մի արտադրական գիծը ըստ էության թողարկեցին ու բացումը գնաց, բայց դրան հաջորդելու է մնացած այդ ապրանքները, ասենք անկյունները, այդ եռանկյուղ անկյունները կամ հայերեն անունը ուղղակի չգիտեմ, այդ կատանգա, հա, տենց այդ մնացած, հա, մյուս տեսակի ամրանները, տարբեր տեսակի բարակ լայն եւ
եւ այլն, այդ ապրանքները իրենք թողարկելու են, ուղղակի արդեն հաջորդիվ ներդրումների փուլում դա եւ որ շարունակական լինելու։ Եվ իմջալու այս պայն արդեն շուտով նաեւ 3-րդ եւ 4-րդ այդպիսի գործարանները կմտնեն շարք, որոնք որ վերջնական արտադրանք են թողնում։ Մեկն էր, դարձավ 2-ը, 3-րդը, 4-րդը հերթի մեջ են։ Այո, Հայաստանի կբերի միակ նոր